իմ հետևորդները անսիրտ գտնվեցին իմ հանդեպ եւ որոշեցին, որ ես պետք է երկրորդ անգամ խայտարակվեմ այս խայտարակ մոնոլոգից հետո։ Այո, այս այն կայքն է, որը ռանդոմ ընտրում է որևէ բառ եւ ես հետո պետք է առանց պատրաստվելու 1 րոպե այդ բառից խոսեմ։ Եկեք փորձենք spin սխմում ենք եւ սպասում ենք the easy choice versus the right choice. Հեշտ ընտրությունը եւ ճիշտ ընտրությունը, դրանց տարբերությունը։ Ասում եմ, այս սայթը ստեղծողը չէր սպասում, որ ես կասեմ այն ինչ որ կասեմ։ Գնացինք։ Իրականում ենթադրվում է, որ հեշտ ընտրությունը միշտ վատ ընտրություն է եւ ճիշտ ընտրություն կատարել նշանակում է շատ տանջվել եւ ճիշտ ուղին միշտ դժվար ուղին է եւ ես այդպես չեմ կարծում։ Ես կարծում եմ, որ ճիշտ ուղին այն ուղին է, որի մասին մի քիչ մտածել ենք եւ մտածելու արդյունքում ընտրել ենք հեշտ ճանապարհ, որը որ բերում է ավելի մեծ բարձունքների։ Միշտ չի, որ դժվար ճանապարհը նշանակում է մեծ հաջողություններ ունենալ եւ եկեք օրինակ բերենք գումար աշխատելը աշխարհում կան շատ միլիարդատերեր, բայց երբևէ այդ միլիարդատերերը այն մարդիկ չեն, ովքեր առավոտից երեկո տանջվում են, աշխատում են, տուն են պահում եւ այլն եւ այլն։ Այս մարդիկ ուղղակի գիտեն, թե ինչի վրա է պետք ներդրում անել եւ ինչը արժի իրենց ժամանակը, այնպես որ ուզում եմ իմանաք եւ հիշեք, որ հեշտ ընտրություն չի նշանակում վատ ընտրություն եւ կարող է ձեր Իսկ կախել։ Ժողովուրդ, կախելա